Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է կրկին պարոն Արտյոմ Չեռնոմորյանը Իսրայելից։ Բարև ձեզ, պարոն Չեռնոմորյան։ Բարև ձեզ։ Գիտեմ, որ շատ կարևոր թեմաներ մենք ունենք խոսելու, միանգամից մի քանիսը, եւ երևի թե սկսենք Եվրո տեսիլից, երբ որ Իսրայելից ինչ որ սադրանք փաստացի տեղի ունեցավ հայկական դրոշի հետ կապված, ադրբեջանականով էին պատկերել դա բավականին շատ վատ ձևով ազդեց մեր հայ հասարակության վրա, դե բնական է շատ, ինչպես նաև կխոսենք Իրանից, Պաղեստինից, խնդրում եմ ներկայացրեք, քանի որ գիտեմ, որ կարևոր հարցեր ունենք այսօր Այո, քննելու։ թեմաներ այսօր շատ են, պարոն Այվազյան, փորձենք ժամանակի մեջ տեղավորվել։ Նախ Եվրոտեսիլի այս հայտնի սկանդալը, հետո շատ հետաքրքիր թեմաներ կան Իսրայելի Իրաքում ունեցած բազաների հետ կապված, կարելի է այս թեմայի մասին այսօր խոսել, Համասի գլխավոր պարագլուխներից մեկին են ոչնչացրել, Իզ ադդին Ալ-Հադադին, շատ կարևոր թեմա կա նաև ուրեմն 53 նավից բաղկացած Թուրքիայի Մարմարիս քաղաքից հեշտական ֆլոտիլիան է դուրս եկել ակտիվիստներով պրոպաղեստինյան, ովքեր փորձելու են ճեղքել ուրեմն իբր Գազայի տարածքի բլոկադան եւ այլն եւ այլն։ Հիմա ըստ էության եւ հեշտականության միասին խոսենք, սկսենք Եվրոտեսիլից մայիսի 14-ին պատահական տեսանք, երբ որ առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, երբ որ Հայաստանը ցավոք սրտի չանցավ, եւ տեսանք, ասենք, էկրանի վրա Հայաստանը 7-րդն էր, Ադրբեջանը 2-րդն էր, մասնակիցների թվի մեջ, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պատկերված էին ադրբեջանական դրոշով։ Սա հայկական համայնքում շատ մեծ զայրույթ, հերթական զայրույթ ուներ Եվրոտեսիլի հայկական կողմի կազմակերպիչների նկատմամբ, արդեն երկրորդ տարին է կարծես նման սադրիչ գործողություններ են տեղի ունենում։ Առաջին անգամ երկու հաղորդավարները շատ կոպիտ, գրեհիկ ձեռառնելու այսպես տոնով վայ հայերը հայկական համայնքում ապրում Անցած են, տարի, չէ՞։ Դե այս անցած տարի։ տարի, ու մեր բողոքը, մեր նամակները եւ Հայաստանի, այսինքն հանրային հեռուստատեսության պաշտոնական նամակը ուղղված Իսրայելի կան 11-րդ պետական հեռուստաընկերությանը արդյունքներ տվեց, արդյունքում եւ այդ հաղորդավարը, որ նման ոչ կոռեկտ ուրեմն թույլ էր տվել իր կողմից արտահայտություններ հայ ժողովրդի սուրբ հողում ներկայության վերաբերյալ, պաշտոնապես ինքը ներողություն խնդրեց եւ նաեւ նրանց այ հեռուստատեսության ղեկավարը պաշտոնապես ներողություն խնդրեց։ Այս անգամ այս դրոշները հանուն արտահայտության ասեմ, որ մեկնաբաններն այս անգամ շատ լավ ներկայացրեցին Հայաստանը, մեր եղբայրական ժողովուրդ ենք, մենք բարեկամ ժողովուրդ ենք եւ այսինքն շատ լավ ներկայացրեցին Հայաստանը, Այդ մեղեզ դրոշի չեն հետ թաքցնի։ կապված։ Այո, բայց դրոշն հետ կապված ինչ որ մի կոպիտ ասեմ ապուշ, հնարավոր է ես ասենք, սա չեմ կարող ասել միանշանակ սադրանք, որովհետև Իսրայելում երբեմն հեռուստատեսություններում եւ ընդհանրապես հասարակական կյանքում դետալներին այդքան էլ մեծ նշանակություն չեն տալիս շատ հաճախ ու կարող է հնարավոր է որ ասենք ուղղակի copy paste ասենք վերցրել նույն դրոշը կպցրել են ասենք առանց մտածելու որ սա կարող է մի ողջ ժողովրդի մի ողջ ազգի ուրեմն ասենք հոգեկան վիճակի ու առանց այն էլ լարված իրավիճակը ավելի լարել նամանավան տնտրություններ են Հայաստանում գիտեք ինչպիսի քարոզաշավ են տանում ռուսական այդ ուժը միլիարդավոր դրամներ սերսկել են ընտրությունների մեջ միլիոնավոր դոլար հարյուրավոր միլիոնների դոլարներ այդ Ռուսաստանից այդ եկող ուրեմն լկտի արտահայտությունները հայերի նկատմամբ մեր անկախության, մեր օրինական կառավարության, մեր պետականության, այսինքն այս ամբողջը իհարկե չէր կարելի անտեսել։ Ես երեք բավականին լայն ընդարձակ նամակ գրեցի, ուրեմն սա առաջին դեպքը չէ, 2013 Նամակու, թվականից պարոն սկսած Չեռնոմորյան, հեռուստաընկերությանը։ ոչ, 2013 թվականին, հիմա ասեմ, 2013 թվականից սկսած ես անընդհատ նամակներ եմ գնում Եվրոպական հեռարձակողների միությանը կապված մեր քվեարկությունների,
կապված քվեարկությունների արդյունքների հետ եւ մեր նայերի միության Պետախտիկվա Իսրայելահայերի նայերի միության եւ անձամբ իմ անունից 3 այդ նման նամակ պատրաստեցի, մեկը ուղղված Մարտին Գրինին, ով Եվրոպական հեռարձակողների միության նախագահն է, եւ Յարոն Տեկելին, ով Իսրայելի հանրային ուրեմն հեռարձակող կան 11-րդ հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է, ասենք անձամբ նրան ներկայացեցի անցյալ տարվա Իսրայելի այդ բացթողումը, նրանց ներողությունը, հենց այդ նամակն էլ պաշտոնական կցեցի հենց այդ ուրեմն իմ նամակից մեջ գրեցի եւ նաեւ ներկայացրեցի այդ սկրինշոթը էկրանից վերցված Հայաստանն ու Ադրբեջանը նույն ուրեմն դրոշներով եւ նշեցի, որ Հայաստանում հիմա նախընտրական շրջան է եւ բավականին ցավոտ է Հայաստանի Հանրապետությունը, ընդհանրապես հայ ազգը, ել չեմ խոսում Իսրայելի հայկական համայնքի մասին, ընդունել այս տգեղ երևույթը, չեմ ուզում ասել սադրանքը, որովհետև չեմ բացառում նաև ինչ որ մի դեբիլի կներեք, որ վիրավորում եմ, բայց այսպես անպատասխանատու արարքը, էլի, սա չեմ կարող ասել, որ ասենք քաղաքականություն է, որովհետև մի կողմից այնքան լավ ներկայացեցին Հայաստանին հայկական ներկայացուցիչին Սիմոնին, որ ասենք չեմ կարող մեղք վերցնել, ասել, որ ոչ լավ չներ, չէ, շատ լավ ներկայացեցին, շատ գեղեցիկ ձևով ներկայացրեցին, այսինքն ինչ որ մեկ ուղղակի կարող է հնարավոր սխալ էր գործել, տեսնենք հիմա ինչ կլինի, ես շատ մեծ հույսեր չեմ փայփայում, հնարավոր է, որ նաև հրեական կողմը ընդհանրապես ինչ չպատասխանի, չեմ բացառում սա նաև, բայց եվրոպացիները միշտ նամակներ ուղարկել են, միշտ պատասխանել են, որով ես հպարտանում եմ, որ գոնե Իսրայելում մեկը կա, չեմ ուզում գլուխս կովեմ, չասեք գյումրեցի է, բայց ամենայն դեպս մեկը կա, որ անընդհատ նամակներ գրում է ու փորձում է, ասենք, եւ մեր ձայներին եւ մեր քվեարկության այստեղ տեղ կանգնել։ Սա այսքանով եզրափակենք այս թեման, հույսանք, եթե նորություններ լինեն, անպայման ձեր միջոցով նաեւ մեր հայ հերոստատողներին, մեր հայրենակիցներին տեղյակ կպահենք։ Երկրորդ հարցը ամենակարևորը այս Իզադին Ալ-Հադադի սպանություններ երկու օր առաջ, ուրեմն սրա հետևից վաղուց հետախուզում էր գնում, սա ձեռքեր արյունոտ, նույնիսկ հենց հոկտեմբերի 7-ին կազմակերպվող այդ հարձակման հրամանատարներից մեկն էր Համասի եւ անձամբ ինքը շատ լավ եբրայերեն գիտեր, Իսրայելում աշխատել էր տարիներ շարունակ եւ ինքը պահում էր հենց այդ մարդկանց եւ նրանց կտանքների ինքը Գազայում էր, հա, փաստացի, պարոն Չեռնովորյան։ Ինչպես։ Մինչև հիմա Գազայում էր, թե դուրս էր եկել։ Մինչև հիմա Գազայում էր, այդ Համասի պարագլուխներից, այն եզակի պարագլուխներ, որ դեռ ողջ էր մնացել այս հարձակումների ընթացքում, բայց ինչպես Իսրայելը խոստացել է ու միշտ խոստանում է, բոլոր այն ոճրագործները, որոնք որ մարդկանց են մորտել, սպանել ու չգիտեմ ինչեր են արել, դրանց բոլորի հախից ի վերջո կարող է տասնյակ տարիներ անցնեն, ինչ որ մի Արգենտինայում կամ ինչ որ միտեղ դրանց հարցերը բոլորի լուծել են ու շարունակելու են լուծել։ Նորմալ պետություն ունի հրեա ժողովուրդը։ Այո, Աստված տա, որ մենք էլ ունենանք նման արտաքին հետախուզություն, նման հնարավորություններ հայ ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործներին աշխարհի ցանկացած տարածքում, ես չեմ ուզում ասեք նման ուրեմն Կարծես թե մեր մոտ էլ է ինչ որ արտնացում տեղի ունենում, սա շատ հարագ ասեմ, երբ որ արդեն կարողանում են ռուսական գաղտնի ինչ որ սկրինշոթներ հրապարակել նախագահի աշխատակազմից, ինչպես է միջամտում Հայաստանի ներքին գործերին ընտրությունների հետ կապված դեզինֆորմացիա, շարունակեք, պարոն Չեռնովորյան։ Ուրեմն հույս առաջացնում է այս ամեն հիմա այսօր Իսրայելը Ռաֆիախի անցակետն է Եգիպտոսի հետ փակել, այսինքն հետա մարդիկ չեն կարող Եգիպտոս գնալ այլևս, ինչ որ անվտանգության նկարտումներից ելնելով տեսնենք թե ինչ կլինի, համենայն դեպս Գազայի գոտում գրեթե արդեն հին գվարդիայից, այսպես ասած, արյունարբուներից, մարտակերներից մարդ չի մնացել, բայց Գազայում Համասը շարունակում է զինվել, շարունակում է համալարել իր կազմը եւ այս զինադատարը բավականին ասենք լուրջ հնարավորություն է ստեղծում այն տարածքներում, որտեղ որ Համասը դեռ ղեկավարում է, կազմակերպելու այս ահաբեկչական կազմակերպության աշխատանքը։ Անցնենք առաջ, նաև շատ կարևոր հարց էր Իսրայելի բազաների հարցը, անդադ վերջերս
ուրեմն հրեական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իսրայելը պարզվում է ունեցել է գաղտնի բազա Իրաքում։ Այսինքն մի անապատային շրջան ընտրել են, այդ շրջանում հատուկ ստորաբաժանում ունի Իսրայելը, որ ասենք դեսանտ է իջեցնում մի հատ անծանոթ տարածքում, այսինքն ոչ թե անծանոթ, լավ էլ իրենց համար ծանոթ մարտավարական պաշտպանության տեսակետից, ստրատեգիական տեսակետից շատ հարմար դիրք ունեցող սարերով շրջապատված եւ այլն, մի քանի, ասենք, բնական արգելքներով շրջապատված եւ 1-2 մուտք ու ելք ունեցող տարածք են վերցրել եւ այնտեղ ռազմական բազա են ուրեմն կառուցել հրեաները ու մինչև այժմ էլ այդ ռազմական բազան այնտեղ գտնվում է մի հատ հովիվ պատահական տեսել էր Իրաքի բանակը մտածել էր որ սա ամերիկական ուժեր են բայց այնքան միամիտ են որ չեն կարող նույնիսկ տարբերանշանները տարբերել հա ինքնաթիռների վրայի աստղերը կամ Իսրայելյան բանակի ասենք ստորաբաժանումների տարբերանշանները մի խոսքով հետո երկու ճիպ էին ուղարկել ասենք հետախուզական մեկը խոցել էին հրեաներն ասել են մեր այդ գործ չունեք մոտիկ չկաք հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներն են միջամտել այսինքն փաստացի Իրաքի տարածք օգտագործվել է Իրանի վրա բավականին լուրջ հրթիռահարությունների եւ նաեւ հետախուզության եւ ուրեմն ավիացիայի Ֆիզիկապես օգտագործման ներկա է եղել Իսրայելը փաստացի Իրաքում։ Այո, Իրաքում փաստացի ներկա եղել հենց Իրանի սահմաններին եւ դա էլ նաեւ հնարավորություն է տվել, որ ասենք օգտագործի իր հնարավորությունների ողջ սպեկտրը հակաօդային պաշտպանությունը վերացնելու այդ տարածաշրջանում եւ ասենք օդը մաքրելու հետ կապված եւ այլն եւ այլն։ Այստեղ պետք է նաեւ ասել, որ Իսրայելը ունի նաեւ ռազմական հնարավորություններ մեր հայկական հողերում եւ Մեր հայկական հողերում, այսինքն Արցախից վերցված տարածքներում։ Ես Արևմտյան Հայաստան գնացի, չգիտես ինչու Ոչ, Արևմտյան Հայաստան դեռ չեն կարող մտնել, թուրքերը դեռ այնտեղ են։ Ցավոք սրտի եւ այս բազաների մասին ցավոք սրտի չի խոսվում, բայց մենք գիտենք, որ կան նման ուրեմն հնարավորություններ նաեւ եւ հիշում եք Իրանի նախագահի, հա, ուղղաթիռի խոցման պատմությունը։ Այո։ Սա հենց չի բացառվում, որ հենց այդ նույն ուրեմն հայկական հողերի վրա գտնվող տարածքից է իրականացվել։ Մի խոսքով ասենք առաջ վաղուց է խոսում ենք, չէ՞ միասին, պարոն Չերվանյան։ Վաղուց է խոսել ենք եւ մեր իհարկե ենթադրուքի, ասենք ճիշտ են դուս եկել մեր ներկայացած, ասենք ժամանակին Այսինքն Իրաքում կատարվածը նաև դրան մասն է, կարելի արդեն ավելի հստակ տեսնել, թե ինչ Այո, այսինքն Իսրայելը ունի Իրանին հարակից բազմաթիվ երկրներում բազաներ, գաղտնի բազաներ, որոնք որ օգտագործում են Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, պատահաբար չէր, որ Իրանը այսպես ԱԹՍ-ներ բաց թողեց Ադրբեջանի տարածքի վրա, Նախիջևանի օդանավակայանը եւ այլն եւ այլն։ Այդ բազան գործող բազա է, թե ինչպես դուրս է կապել։ Իսրայելի բազան Ադրբեջանում Ադրբեջանում չի Իրաքի մասով վերջնական հիմա Իրաքի մասում էլ է գործող, Ադրբեջանում էլ է գործող, այո։ Բայց դուք նշեցիք Այսինքն սրանք միակ բազաները չեն։ Հիմա Իսրայելը եւս երկու նոր, որոնց մասին մենք արդեն գիտենք, եւս երկու բազաներ ունի նոր։ Մեկ բազան Սոմալիլենդում են կառուցում եւ մեկ բազան էլ Պարսից ծոցում են կառուցում, ուղղակի այդ կղզոանն է անդադ մոռանում եմ։ Այնտեղ Սաուդները, Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական բազա են կառուցում հիմա օդանավերի տեղակայման օդանավակայանով եւ այլն եւ այլն։ Իրաքը շատ հետաքրքիր է նաև նրանով, որ շիաները շատ են, չէ՞, Իրաքում։ Եվ իրենք էին հիմնականում Իրաքի միլիցիան էր հարվածներ հասցնում Իսրայելին, ամերիկյան ռազմաբազաներին, շատ հետաքրքիր է ամեն դեպքում։ Հենց դրա համար էլ այնտեղ ռազմաբազային շատ գաղտնի կերպով տեղակայել, որը հնարավորություն է ընձեռում արդեն ուրեմն եւ հարվածել Իրաքի շիական միլիցիային եւ ջախջախել նրանց տեղում նրանց հնարավորությունները եւ նաեւ օգտագործել Իրաքի տարածքը հենց հարևան Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ կապված, թե գիտեք Իրաքը այնքան թույլ պետություն է, որ Իրաքը ոչ օդային պաշտպանություն ունի,
ոչ նորմալ բանակ ունի, ոչ օդային ուժեր ունի, որպեսզի ասենք կարողանա Իշխանություններին հաշվի առնում են այդ ամեն ինչի մեջ, թե թույլ են ուղղակի։ Իշխանությունները տեղյակել չեն եղել, պատկերացնում եք, որ իրենց տարածքում անապատի մեջ Իսրայելը բազա է տրել, մի օր եկել են, իջել են, բազան կառուցել են ու սկսել են այնտեղ հանգիստ աշխատել, մինչև մի հատ չոբան եկել տեսել է, Ֆանտաստիկ որ ինչ ֆիլմի որ է նման էս ամենը, պարոն Հա, ու Չեռնովայյան։ պատկերացրեք մի հատ չոբան է տեսել, նկարել է, ուղարկել է իրանց կառավարությունը, թե այ կառավարություն խաբարեք, ձեր մոտ ամերիկացիները բազա են տրել, չեն էլ հասկացել, որ սա իսրայելական է։ Սրանք էլ երկու հատ ջիպ են ուղարկել, որ տեսնեն դե ում զորքեր են եկել այստեղ իրանց երկրի տարածքում տեղավորվել։ Այսպեսի ուղղակի այդ ներկայիս հետախուզության հնարավորությունների պայմաններում, ասենք, գիտեք, ԱԹՍ-ների եւ արբանյակային հետախուզությանը, նույնիսկ տեսակ հետախուզության մասին չեմ ասում, Իրաքում, ասենք, Իսրայելը նման բազա է ստեղծել, լավ էլ տեղավորվել են, հա, ու անցել է 2 ամիսից ավել, նոր իմացել են, որ այնտեղ զորքեր կան, պարզում է ամերիկական էլ չեն, իրանց թշնամի պետության։ Շատ հետաքրքիր, իրոք շատ հետաքրքիր։ Այս թեմայի մեջ կարելի է անընդհատ խորանալ, բայց հիմա պարոն Չեռնոմորյան խոսենք այսօրվա իրավիճակից, ինչ սпасել։ Տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն իր պահանջները ներկայացրեց Իրանին։ Իրանի 14 կետանոց պահանջները մերժեց եւ հիմա ինքը պահանջներ ներկայացրեց եւ Թրամփն էլ ասաց, որ շատ քիչ ժամանակ է մնացել որ Իրանը կարողանա որոշում կայացնել, չնայած որ ներկայացուցիչների պալատի խոսնակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասում է, որ այս օպերացիան ավարտված է, ինչպես հասկանանք։ Նախ Տրամփը իր սոցիալական կայքերում ամեն օր ինչ որ մի այսպես նկամ նկար կամ ինչ որ մի գրառում կամ ինչ որ մի հատ քարտեզ է անդադ ներկայացնում, որտեղ ասենք սլակներն ուղում է դեպի Իրանը, անընդհատ ասենք իր բոլոր ելույթներում մեկ գովում է, մեկ կոպիտ ասած ժողովրդի լեզու ասած փնովում է, մեկ էլ ասում է վերջերդ կտամ, ձեզ կփնա ջնջեմ, կվերացնեմ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչից վատ հոտ է գալիս, պարոն Այվազյան, անկեղծ ասեմ, իրավիճակը իմ կարծիքով գնալով ավելի է սրվելու, ասեմ նաև, որ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է ռազմաբազա կառուցել, եթե ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելում ուներ ուղակի, ասենք պահեստներ զենքերի, որոնք ասենք երբ որ Իսրայելը խեղճանում էր զինատեսակներից պատերազմների ժամանակ թույլ էր տալիս, որպեսզի օգտվեն իր զինապահեստներից, որոնք անընդհատ համալրվում են նավերով բեռնված զենք նավերով բերում են գերբեռնված եւ այս պահեստները համալրում են հիմա խոսք է գնում սա ասենք գախնիկ չի արդեն ողջ Իսրայելն է խոսում 6000 ամերիկական զինվորների Կարմիր ծովի ափերում տեղակայման հետ կապված Էյլատ քաղաքում եւ այլն մենք գիտենք որ նաեւ Գազայի գոտու զինվորական շտաբ գոյություն ունի Գազայի հարաբերությունների կարգավորման հետ կապված որը գտնվում է Իսրայելի Կիրյատ քաղաքում, այստեղ ամերիկական ուժեր կան, մի քանի պետությունների ուժեր կան, բայց խնդիրն այն է, որ այդ ուժերը որևէ դեր չեն կատարում, նրանք ասում են մենք կգանք կկանգնենք Իսրայելի բանակի հետևում։ Իմաստը որն է գալ կանգնել Իսրայելի բանակի հետևում, երբ որ դուք եկել եք որպես խաղաղապահ Իսրայելի ու Պաղեստինի մեջտեղը պահելու համար, հա, այդ ասենք հակամարտությունը կանխելու համար, եթե եկաք կանգնեցիք Իսրայելի բանակի հետևը, Իսրայելն ինչ կարիք ունի ձեր այս ամբողջ աղմուկի միջազգային կոնտինգենտի կամ զինվորների, որին իդեպ Թուրքիան շատ ուզում էր քիթը խոթել, բայց այդպես էլ չկարողացավ։ Հիմա մի շարք վերլուծաբաններ կան Իսրայելում, ասում են, որ Թրամփը հենց որ վայրեր չկատարիսի հետ հանդիպումից հետո անմիջապես հրաման կտա պատերազմը վերսկսելու, բայց ինչպես տեսնում եք, սա տեղի չունեցավ։ Ես անկեղծ ասած հիմա մի քանի միշտ անդադ խոսում ենք, չէ՞, մոտարապես ասում եմ, երբ է տեղի ունենում, արդեն 2 անգամ ճշգրիտ ասել եմ, բայց այս անգամ ցավոք սրտի կոնկրետ տարեթիվ չեմ կարող նշել, որովհետև մի շարք ուրեմն կան Երեք շաբթի քննարկում է նախանշաններ, ունենալու Թրամփը։ որոնք որ այո, մի շարք նախանշաններ, որոնք անալիզի ենթարկելով, վերլուծելով միշտ գալիս է այդ եզրակացության, որ այսօր կամ վաղը կամ այս մոտ օրերս հիմա մի քանի ճիշտ է իսրայելյան բանակը բերված է մարտական թիվ 1 պատրաստվածության, ճիշտ է Ինչքան օդաչուներն արդեն ժամանակ է։ այո, Ինչքան ժամանակ է օդաչուներ դա։
արդեն բավական երկար ժամանակ, մոտ կես ամիս է թիվ 1-ի են բերված, հատկապես օտաչուները, որոնք ընդհանրապես մոռացել են տուն գնալ ինչ բան է, ասենք շատ հազվադեպ են, ասենք տուն թողնում շաբաթվա ընթացքում հնարավոր է մի քանի ժամով կամ 1 օրով մաքսիմում, հա, օտաչուները միշտ իրենց ռազմաբազարաններում են մնում, սպասում են ցանկացած պահի նոր հրամանի հարձակում իրականացնելու հետ կապված, բայց մի քանի նախանշաններ այս պահին դեռ չկան, որպեսզի հստակ կարողանանք ասել, թե մոտավորապես երբ կսկսվի այս պատերազմը, բայց փաստը այն է, որ իմ հաշվարկներով մոտ 70,000 արդեն զինվոր Ամերիկայի Միացյալ Նահանգները կուտակել է տարածաշրջանում, ասել կուզի, որ հաջորդ հարվածը, որ լինելու է արդեն Իրանի վրա, դա լինելու է նաև ցամաքային օպերացիա։ Բոլորը խոսում են New York Times-ը, Jerusalem Post-ը, բոլոր միջազգային լրատվամիջոցները ցամաքային օպերացիայի մասին են խոսում, որ լինելու է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես Մադուրոյի հետ կապված կարողացան օպերացիա իրականացնել կամ ինչպես կարողացան Դա արդեն Իրանի խորը աշխարհակարգի հարց է թրված, պարոն Չեռնոմորյան։ ինչպես Տալիբանն էլ է դրա մասին խոսում։ Աշխարհակարգի հարց է փաստացի դրված։ Այո, Երևանի եւ նաեւ չմոռանաք, որ ամերիկական զինվորի համար, օտաչուի համար ամերիկան եւ ինքնաթիռ զոհաբերեց եւ տեխնիկա զոհաբերեց, չէ, բայց գնաց իր զինվորին, ասենք Իրանի խորը թիկունքում հեղափոխության պահապանների այս կորպուսի քթի տակ իրեն զինվորին հետ բերեցին, ասենք զոհաբերելով ինքնաթիռ եւ այլն, փաստացի, չէ։ Այսինքն հնարավոր է, որ ռադիո ռեփ համակարգեր օգտագործելով ինտերնետը, նույնիսկ լույսը եւ այլն ամբողջը պարալիզացնելով, անջատելով ցամաքային օպերացիա իրականացնեն, հնարավոր է որ այդ ուրանը, ասենք, համակենտրոնացված չլինի մի տեղում։ Գիտեք, Իրանը մի քանի միջուկային ուրեմն տարածքներ ունի կարևոր, հա, ինչպես Ֆորդոնը, ինչպես Նաթանզն է, ինչպես Սպահանն է, ինչպես Բուշերն է, որտեղ ատոմակայան ունեն, այսինքն 4 հնարավոր տարածք մինիմում հնարավոր է որ այդ իրենց 40 թե 60 կիլոգրամ հարստացված ուրանը բաժանված լինի իր միջուկային տարբեր օբյեկտներում, որպեսզի եթե կեսն էլ 2-3 տեղում էլ հարվածներ հասցնեն կամ ցամաքային օպերացիա իրականացնեն, վերցնեն, գոնե մի 10 կիլոգրամ ինչ-որ միտեղ հետ գցեն, էլի ժողովրդի լեզվով ասած, համենայն դեպս սա բավականին լուրջ հետախուզական աշխատանք է իրենից ենթադրում, որպեսզի կարողանան հստակ իմանալ, թե որտեղ է ինչ քանակությամբ ուրան Իրանը պահում եւ գուցե նաեւ դուրս է բերել երկրից, սա էլ խնդրի մյուս կողմն է։ Այսինքն բավականին հարցականներ կան, բավականին լուրջ իրավիճակ է այժմ հրաների շրջանում, հասարակության շրջանում բոլորը խոսում են պատերազմի մոտալուտ լինելու մասին, այսինքն հնարավոր է որ մոտ օրեր սկսվի։ Ասում եմ մինչև այս շաբաթվա վերջ կսկսվի, որովհետև հիմա Իսրայելում Շավուոտ տոնն է, այսինքն ուրբաթ շաբաթ տոներ են, 5 շաբթի ուրբաթ եւ շաբաթ ոչ աշխատանքային օր է, հնարավոր է ասում են շաբաթ օր լույս Կիրակի գիշերը նույնիսկ պատերազմը վերսկսվի, բայց սրանք խոսակցություն են ժողովրդական մակարդակով, այսինքն պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա, ես էլ ինչպես նշեցի, ոչ բոլոր այսպես վերլուծական հնարավորություններ ունենք եւ ոչ բոլոր նախադրյալներն այս պահին կան պատերազմը անմիջապես սկսելու, նամանավանդ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է Թրամփի գործերն այնքան լավ չեն եւ լսումները եւ կոնգրեսում հիմնախնդիրներ են լինելու եւ այլն, այսինքն բավականին լուրջ հիմնահարցեր կան, որոնք որ լուրջ վերլուծելու իհարկե նաև ամերիկացիների համար խնդիրներ կան այս պարագայում, բայց փաստ է որ Ամերիկան զորամասեր է տեղակայում Իսրայելում, փաստ է որ իր ցամաքային կոնտինգենտը ուժեղացնում է Մերձավոր Արևելքում, Եվրոպայից դուրս է բերում իր զորքերը, Գերմանիայից ինչպես գիտեք, հնարավոր է հենց այս Գերմանիայից բերվող զորքերն էլ տեղակայելու են Իսրայելում։ Եվ նաև մեկ այլ կարևոր ոչ ասենք պակաս կարևոր հա խնդիր մասին խոսենք Թուրքիան տարիներ շարունակ 2010 թվականից անընդհատ կազմակերպում է ֆլոտիլյաներ, նավատորմեր, այսպես Գազայի անկախության բլոկադայի հետ կապված, իբր Իսրայելում բլոկադա է, Գազայի ժողովուրդն է մեռնում են, մի քանի օր առաջ պաշտոնական թվերը կարդացի, հարյուրավոր ուրեմն բեռնատար մեքենաներ են օրական կտրվածքով նույնիսկ երկակի նշանակության մուտք գործում Գազայի գոտի, որ Իսրայելը թույլ է տալիս այս միջազգային զինվորների, հա, այս զորա միավորումների նաև աջակցությամբ մուտք է գործում Գազայի գոտի, այսինքն այնտեղ
ամբողջությամբ որևէ մեկը չի կարող ասել հիմա սովի կամ ինչ որ հիմնախնդիրների հետ կապված, բայց այս 2010 թվականին Մավի Մարմարայի դեպքը հիշում եք, երբ որ թուրքական ասենք ահաբեկիչները ատրճանակներով, տանակներով զինված մարտի բռնվեցին իսրայելյան ուրեմն ծովային հետևակազորի հետ եւ 9 հոգի թուրք սպանվեց արդյունքում մենք շատ էինք այստեղ մեղադրում Նատանյահուին, որի վերջո ներողություն խնդրեց եւ $20 միլիոն դրամական, ասենք, կոմպենսացիա փոխհատուցում տվեց թուրքերին սպանված մարդկանց համար։ Հիմա նորից մայիսի 14-ին նորից Մարմարից քաղաքից հերթական ֆլոտիլիան է դուրս եկել, որը կոչվում է Global Sumut, արաբերեն թարգմանությամբ գլոբալ դիմակայություն, հա, եւ 53 նավ է ընդգրկում իր մեջ, անցյալ անգամ ապրիլի 30-ին եւս դուրս է եկել էլի Թուրքիայի տարածքից հերթական ֆլոտիլիան, սրանց Կրետե կղզու մոտ հրեական ուժերը կանգնեցրեցին, չթողեցին այսինքն մոտենան նույնիսկ Իսրայելի սահմաններին, բոլորին ձերբակալեցին, հետո բաց թողեցին, Կրետե կղզի բաց թողեցին, բոլորին ազատ արձակեցին, ովքեր որ եկել էին։ Հիմա 53 նավ է գալիս այս պահին, 2 օրվա ընթացքում սրանք տեղ կհասնեն Իսրայելի ափերին, եթե մինչ այդ իսրայելյան ծովային ուժերը այս նավերը չկանգնեցնեն, չգրոհեն, չձերբակալեն սրանք, չտանեն, չձերբակալեն, չարձակնեն, հետո բաց չթողնեն։ Հիշում եք Գրետա Թունբերգին, հա, Գրետա Թունբերգը, որ ձերբակալվել էր Իսրայելում, իրեն այսպես զոհի տեղ էր ներկայացնում, հարցն է թե որքան էին նրան վճարել այս ֆարսը խաղալու համար եւ որտեղ է Գրետա Թունբերգը, երբ որ ասենք մարդկանց իրավունքներով մասին է խոսում, որտեղ է Գրետա Թունբերգը, ասենք, երբ որ Իրանի մարտակեր ռեժիմը տասնյակ հազարավոր մարդկանց մորթում ու սպանում էր Թեհրանի փողոցներում։ Այսինքն այս ամբողջ կազմակերպված ֆարսը, այս ամբողջ կազմակերպված նաև թուրքերի անմիջական միջնորդությամբ, այսպես ժողովրդի լեզվով ասած, անընդհատ բզում են, անընդհատ փորձում են ասենք Իսրայելի ներվերի հետ խաղալ, ամեն մի քանի ամիսը մեկ ֆլոտիլիաներ անկախության, Գազայի ու տեսեք թե ինչպիսի մարդկանցով են սրանք լցված, ծայրահեղ արմատական, իսլամիստ, իբր մարդու իրավունքները պաշտպանող եւ այլն եւ այլն։ Ոչ բոլորն են իրոք մարտասեր, իսկ ովքեր որ գալիս են, ոչ գեղեցիկ աչքերի համար են գալիս, ոչ էլ իրենց իրականում հուզում է Գազայի գոտու ժողովրդի ծանր իրավիճակը, վճարում են մարդկանց, մարդիկ էլ գալիս են իբր իրավապաշտպաններ, մարդու իրավունքներ են պաշտպանում, բայց երբ որ պետք է որ մարդու իրավունքները պաշտպանեն, ինչպես օրինակ ասենք Իրանում տեղի ունեցավ, այո, այս մարդիկ ուղակի բերանները ջուր առած ոչ մի նախադասություն չեն խոսում, որովհետև փող չկա, վճարող չկա Իրանի դեմ խոսալու հետ կապված։ Հիմա նաև մեկ կարևոր բան էլ ասեմ, տեսակ Եվրոտեսիլի քրեարկումը Իսրայելի օգտին, ճիշտ է։ Հա։ Երկրորդ տեղը Իսրայելը գրավեց, սա ինչ է նշանակում։ Ինչքան էլ որ այդ ակտիվիստները, տարբեր արաբական պետություններ, հազար սպուրք ունի նաև Իսրայելը, դա էլ հաշվի առնենք։ Ոչ միայն սպուրք։ Մենք որ խոսում ենք մեր սպուրքի մասին, նաև հրեական մենք էլ սպուրք սպուրք ունենք, ինչքան ցայն հավաքեց, ասենք, մեր Եվրոտեսիլի ներկայացուցիչը։ Վերջին շրջանում մենք ավելի վատ կազմակերպված ենք, պարոն Չերնոբորյան։ Եկեք խոստովանենք։ Անկեղծ ասած, նախկինում Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ հանրային հեռուստատեսությունից անդադ զանգում էին մեզ, խնդրում էին կազմակերպեք համայնքը բան, իսկ հիմա Հայաստանը ժողովրդավարական ազատ պետություն է, պարտադիր չէ որ զանգեն Սփյուռքի ուրիշ երկրների ներքին Չի գործեր։ միջամտում ուրիշ երկրների հայկական համայնքների աշխատանքներին, թողնելով հայկական համայնքներին կատարելու այդ աշխատանքը, բայց անկեղծ ասեմ, եթե աշխատանքը իրոք լուրջ, շատ մեծ ոգևորություն, երկը շատ մեծ ոգևորություն ունենար, իհարկե բոլորն էլ կքվեարկեն, բայց մի մոռացեք, որ նախքան նաև Սփյուռք ունենալուց Իսրայելի երկը բավականին հզոր լավ երկ էր, այսինքն չես կարող ասել, որ իսկ առաջին տեղ ընկած Բուլղարիայի երկը չես կարող Իսրայելի երկի հետ համեմատել կամ Հայաստանի երկի հետ համեմատել։ Հետո եվրոպացիներն արդեն հոգնել են, ասենք առաջի 1-2 տարի տվեցին հայերին, լավ առաջ տվեցին 12 բալերով եւ այլն, սա ցույց տվեց եվրոպացի ժողովրդի նաև մոտեցումը հայերի նկատմամբ եւ հայերի եւ կովկասցիների ընդհանրապես նկատմամբ եւ Ադրբեջանը չանցավ եւ Վրաստանը եւ Հայաստանը։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, քանի մենք եւի քաղաքականություն ենք իրականացնում, գիտեք, Եվրոտեսիլը ուղիղ քաղաքական ուրեմն մրցույթ է։
երբ որ երկու աթոռի վրա ես փորձում նստել եւ աս մի կողմից ասում ես հիբրիդային պատերազմ է մեր դեմ իրականացվում մեր Պարոն Չեռնոմորյան, անջանենեթուն ըստ ինձ մենք հաշվի ենք առնում Վրաստանի փորձը, Ուկրաինայի փորձը, Մոլդովայի փորձը, հիմա մի քիչ փորձում ենք մի 5000 քանի տարվա հոգու ենք ձերբակալել պարոն քաղաքակրթություն Այվազյան ով է նստած լինելով, սպանվելու համար քաղաքակրթություն լինելով 5000 տարվա մի փոքր ավելի ճկուն լինել եւ չավիրել մեր երկիրը։ Լավ, ուրիշ հարց տամ ձեզ, պարոն Չեռնոմորյան, ինչ է կատարվում Իսրայելի ներսում, տեսնում ենք ինչ որ ընտրություններ կարող է տեղի ունենան, խառն է ներքաղաքական այո իրավիճակը։ Ոչ մեր մոտ է միայն քաղաքական Հայաստանում է խառը լուծություններ փաստացի, այլ նաեւ Իսրայելում։ դե Իսրայելում սա նորություն չի անընդհատ իրար միս են ուտում ամբողջը փողի բյուջեի Նոր ընտրությունների մասին է խոսվում։ այո Հերթական։ նոր ընտրությունների մասին է խոսվում հնարավոր է սեպտեմբերի նոր ընտրություններ լինեն հնարավոր է կառավարությունը ուղարկվի ուրեմն տուն այսինքն չագերտը տուն օգտագործություն Գնում ուղարկվի գնում դառնան չի ԺՊ գնում Նետանյահուն տուն։ Պետք չի Նատանյահուն տուն ասում։ չի գնում Նատանյահուն ապրում է պետության հաշվին Նատանյահուն շատ գեղեցիկ վիլա ունի Կեսարիայում բայց ինքը իր տուն նույնիսկ չի էլ գնում ինչի իր տուն գնա իմաստ չունի տուն գնալը պետության հաշվին լավ ուտում խմում են ինքն ու Սարան արդեն տասնյակ տարիներ դրա համար մենք ուզում ենք իրեն սիրով ուղարկենք տուն թոշակի այսինքն մինչև դատական հարցերը լուծվի էլի պարոն Նատանյահուի բայց թե ցկցկվում է հիմա նորից խնդրել է որ չգիտեմ Այստեղ ինչ ինքը կոռուպցիոն խոստանում է գերտերություն թեմայով սարքել Իսրայելը։ դե համենայն դեպս մեր մոտ էլ է դեմոկրատական երկիր սակայն մեր մոտ ասենք ովքեր որ ազգի նկատմամբ դավաճանություն են անում մի քանի օրերի ընթացքում ձերբակալում են ու տանում ընդմիշտ փակում են ու մոռանում են այդ մարդկանց Ձերքով մասին խելացի դեմոկրատիա է, ասեմ։ այո իսկ Հայաստանում այդ խելացի դեմոկրատիան ցավոք սրտի չկա փողոցներում Հայաստանում այսօր եվրոպական իշխան որ դեմոկրատիա է։ ռուսական շպիոն կա լցված են այսօր փողոցներում ու ազատ քարոզարշավ են իրականացնում հայկական ժողովրդի անկախության դեմ ու որտեղ է Այ մեր ամենամեծ Պողպատե խնդիրը, մուրջը ամենամեծ թերությունը այսօրվա իշխանությունների։ Իմեն որտեղ է մեր Պողպատյան մուրջը այն մուրջը որ խոստանում էր պարոն Փաշինյանը որտեղ է այդ մուրջը Ես էլ եմ փնտրում, չեմ գտնում։ Ամենամեծ իր թերությունն է, միշտ ասում եմ, այդ անդիմությունը մի օր իշխանություն կդառնա։ Հիմա եթե չէ, 5 տարուց կդառնա։ Եվ ամեն ինչ կավերվի։ Ամեն ինչ։ Պարոն Այվազյան չգիտեմ ինչ ասեմ փաստ այն է որ Իսրայելը ով որ դավաճանել է 44 օրյա ժամանակ որքան մարդ է ասենք վաճառել $100 $200 մեր տղաների դիրքերը որքան գեներալ է փախել դիրքերին Պարոն Չերոմենը, լավ հարց առաջացավ իմ մոտ։ Իսրայելում կան ուժեր, որոնք որ սպասարկում են օտար երկրների շահերը։ Կա նման ընդդիմություն։ ոչ չկա ընդհանրապես չկա չի էլ կարող լինել կար սկանդալ Qatar Gate է կոչվում որ Նատանյահուի ուրեմն խորհրդականը Qatar-ից փողեր էր ստացել հիմա քրեական գործ է հարուցված այդ մարդու դեմ մի քանի հոգի ովքեր որ Qatar-ից ոչ թե $1000 են ստացել $10,000 են ստացել այստեղ խոսքը շատ մեծ գումարների մասին է որ փորձել են Qatar-ի որոշակի պետական շահերը Իսրայելի շահերի հետ խորհուրդներ տան էլի Նատանյահուին ասենք Qatar-ի հետ բարեկամություն անելու հետ կապված կամ որոշակի պրո-կատարյան ուրեմն քայլեր ձեռնարկելու հետ կապված, բայց այս ամբողջը մեծ քաղաքական սկանդալ դարձավ, չկա Իսրայելում մեկ կուսակցություն, որը ասենք դրսից ֆինանսավորվի, Պրոռուսական Շաբաթին ուժեր Մոսադի չկան, պրոեվրոպական, պրոամերիկյան, ինչ որ կան հիմա կա նույնիսկ ասենք Եվրոպայում կան աչքեր, չէ՞։ դասական համակարգն է Իսրայելում ժողովրդավարության կան ցախակողմյան ուժեր, կան աճակողմյան ուժեր, կան կենտրոնամետ ուժեր, կենտրոնամետ, ցախակողմյան, կենտրոնամետ, աճակողմյան եւ ցավոք սրտի այն ռելիգիոզ ուլտրաօրթոդոքս կուսակցությունները ինչպիսին են Շասը, բանետա Տորան, նաև էս Բենգվիրի կուսակցությունը, այսինքն Բեցալել Սմոտրիչը իր այսպես բանդայով կոպիտ ասած, այսինքն այս
օրթոդոքսները, բայց սրանք ասենք 7-ից 11 մանդատ են մաքսիմում այս օրթոդոքսները վերցնում, բայց խնդիրն այն է, որ հասարակ ժողովրդի ընտրությունների նկատմամբ հավատ չունի, չի գնում։ Նույն Հայաստանի պատկերն է, ինչպես Երևանում հայերը չէին գնում ընտրությունների, Տել Ավիվում էլ հրեաները, ասենք, ամենախոշոր քաղաքն է Իսրայելի, չեն գնում, ասենք, երիտասարդները, հետաքրքիր չէ իրանց ընտրությունները։ Տել Ավիվը այնքան ազատ գիշերային կյանքով ապրող քաղաք է, որ ասենք ընդհանրապես քաղաքական խնդիրներով չի ուզում զբաղվել, ես դրա պատճառով ասենք երբ որ սրանց օրթոդոքս ռավերից մեկը, ռավիններից մեկը հրաման է տալիս, թե գնացեք սրանց ձայն տվեք, սրանք զինվորների նման վազելով գնում ձայն են տալիս։ Դրա համար այս օրթոդոքսները 3-4 կուսակցությունով կարող են մոտ մինչև 30 մանդատ վերցնել Քնեսետում, որը միանալով 32 մանդատ Նատանյահուի հետ կազմում են արդեն կառավարություն։ Ցավոք սրտի ու Նատանյահուն, ասենք, այս օրթոդոքսների հետ է։ Իրենք միլիարդները տալիս է բյուջեից, 5-6 միլիարդի փող է տալիս սրանց ծրագրերի համար, եւ դրա համար էլ կարողանում են, ասենք, կառավարություն ձևավորել։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, հուսով ենք, որ հաջորդ անգամ պատերազմում չենք հանդիպի, կհանդիպենք խաղաղ պայմաններում եւ Տեսնենք, ասենք հուսանք։ այո, խոսենք խաղաղության մասին։ Հաջողություն ձեզ, լավ մնացեք։ Տեսնենք։